Ողջույն սիրելի հայրենակիցներ Հայաստանում և Սփյուռքում, շնորհավոր ձեր նոր տարին և գալիք Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել Ազգային ժողովրդավարական բևեռի արդեն ավանդական դարձած Թելեթոն դրամահավաքի մասին և հորդորել, որ մենք բոլորս մեր հնարավորությունների սահմանում ներդրում ունենանք այս կարևորագույն գործի։ Ես կասկած չունեմ, որ այս օրերին բոլոր քիչ թե շատ սթափ մտածող, իրատես և գիտակից հայերը խիստ մտահոգված են մեր հայրենիքի ճակատագրով, քանզի քաջ գիտակցում են, թե ինչ ահավոր աղետի առաջ են մեզ բերել կանգնեցրել իրար հետ համագործակցող այսպես կոչված նախկին և ներկա կառավարիչները։ Մեր այսօրվա իշխանությունները անկարող են և ցանկություններ չունեն ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Նրանք նույնիսկ անկարող են հոգալ իրենց քաղաքացիների նվազագույն կարիքները։ Դեռ ավելին, մեր ներկա իշխանությունները արդեն տևական ժամանակ ակնհայտորեն ուղղակիորեն համագործակցում են մեր արտաքին ցեղասպան թշնամու հետ, ձեռք ձեռքի տված կազմաքանդում են մեր պետությունը և մեր բոլոր ինստիտուտները։ Նիկոլ Փաշինյանը օր օրի հետևից կացինը վերցրած առավել հուժկու հարվածներ է հասցնում մեր արմատներին, մեր ինքնության վերջին կանգուն հենասյուներին։ Եվ վերջերս նա արդեն միջազգային հարթակներից լկտիաբար և անթաքույց ձևով վարկաբեկում է մեր դարավոր աշխարհում հայտնի և աշխարհով մեկ հարգված պատկառանք վայելող հայ առաքելական եկեղեցին։ Նա վերջին ամենաէժան մաննավաճառի պես սկուտեղի վրա թշնամուն է հրամցնում մեր ամեն ինչը, մեր տարածքները, մեր հողերը, մեր արժեքները, մեր պատմությունը, մեր ռեսուրսները, մեր ամեն ինչը։ Նա թաղում է մեր ինքնությունը, մեր հիշողությունը, միայն այն նպատակով, որպեսզի վերացնի ապագայում վերածնվելու և մեզ վերագտնելու ցանկացած հնարավորություն։ Մենք չենք կարող պասիվ նստել և թույլ տալ, որ այս հորձանուտը շարունակվի։ Մենք պարտավոր ենք պայքարել և մեր ձեռքից եկածն անել։ Ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ, որ մենք բոլորս ի սեր մեր զավակների, մեր թոռների, մեր ապագա սերունդների և մեր սուրբ հայրենիքի մեր մասնակցությունն ունենանք Բևեռի պայքարին, մասնակցելով Թելեթոն դրամահավաքին։